Եղել են իհարկե ինչ որ թիրախավորումներ եղել են, բայց այն աշճան չեմ որ հիասթափեցնեին կամ ստիպեին հետ կանգնել։ Հասարակության խնդիրների բարբերաբար բարձրաձայնումից հետո դու գնում ես ավելի պատասխանատվություն ստանձնելու դաշտ։ Հավատում եմ ամեն դեպքում, որ ավականիում հայտնված բոլորի նպատակը Գյումրեցու կյանքը հեշտացնելն է, ավելի լավը դարձնելն է։ Ձեզ հասարակության որոշակի շերտ ճանաչում է հատկապես սոցիալական ցանցերում ակտիվության շնորհիվ։ Ու նորմալ է, որ մարդիկ քեզանից ունենում են օրինակ այլ ակնկալիքներ, չեն ուզում քեզ այդ ոլորտում տեսնել։ Բնական է, հասարակական դաշտն ունի իր խաղի կանոնները, քաղաքական դաշտը իր խաղի կանոնները։ Նամակներով օրինակ շատ է լինում, որ նշում են, որ լայքել չեն կարող, տարածել չեն կարող, բայց կիսում են կաղապարները։ Էդ էլ է համարձակություն, որ դու որոշում ես, որ այդ խնդիրները լուծողը լինելու ես դու։ Քաղաքականությունը, սոցիալական ցանցերը եւ կանայք։ Բաց տեքստով այսօր խոսելու ենք այն բոլոր ժամանակակից գործիքակազմի եւ մարտահրավերների մասին, որոնք ստեղծում կամ ազդում են կին քաղաքական գործիչների կերպարի ձևավորման վրա։ Այսօրվա մեր հյուրը Գյումրի համայնքի ավականու անդամ Սուսաննա Մոսոյանն է։ Բարև ձեզ Սուսաննա, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ողջույն Լիլիթ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Սուսաննա, սկսենք սովորաբար մեր հաղորդման շրջանակներում արդեն ավանդույթ դարձած հատվածից, մենք սկսում ենք նախապատմությունից, ինչպես տեղի ունեցավ ձեր մուտքը քաղաքականություն, ինչու որոշեցիք մի օր, որ քաղաքական դաշտում ձեր գործունեությունը արդեն պարտադիր եւ նախընտրելի հանգամանք է ձեր կյանքում։ Իրականում շատ այսպես նախապատմությունը եկել է ավելի փոքր տարիքից, որ ես միշտ ինչ միջավայրում էլ գտնվել եմ, չեմ սիրել լինել միայն սպառող, այլ սիրել եմ նաև ինչ-որ բան տալ։ Այդ կամավորությունը թեկուզ ուսանող ժամանակ հա մի կողմից սովորել եմ, մյուս կողմից դու զգում ես, որ պետք է այդ տարիքում օրինակ կամավորությունը քո համայնքին, քո ուսանողական միջավայրին, թեկուզ այդ ուս խորհրդում ակտիվությունները, հետո նաև աշխատանքի տարբեր աշխատանքի վայրերում բացի աշխատելուց ես սիրում եի որ զուգահեռ այդ պահին կախված կարիքից, կախված այդ պահի խնդիրներից լինել կամավոր, ինչ որ մասնակցություն ունենալ, նաև օգտագործել այդտեղ պոտենցիալը։ Նույն COVID-ի ժամանակ հա մի կողմից աշխատում էի երկու տեղ, մյուս կողմից մտածում էի, որ այդ պահին կամ մարդիկ ովքեր կարիքն ունեն ավելի երիտասարդների, որ թեկուզ սնունդ հասցնեն, հա ծերերին։ Նույնը պատերազմի ժամանակ, երբ որ մտածում ես, որ տանը չունես տղամարդ, ով առաջնագծում կլինի ու դու պիտի գոնե թիկունքից օգնես ու այդ ժամանակ էլ ինչ որ նախաձեռնություններ, հա կամավոր միշտ մասնակցել եմ, միշտ նախաձեռնել եմ ու այս քաղաքական թեմաների մեջ ավելի ներգրավվածությունս էլ ակտիվ ներգրավվածությունս էլ երևի պատերազմի ընթացքում հա մեր երկրի առած ծառացած խնդիրների անտարբեր չգտնվելը, անընդհատ ինչ որ մեկնաբանություններ սոցցանցերում այդ կարծիք հայտնելը երևի դարավ հենց այն հիմնական ազդակը, որ ինձ սկսեցին ինչ որ չափով քաղաքականության հետ ասոցացնել, չնայած ես այնքան էլ այդ նպատակով չեմ գրել, հա, որպես քաղաքացի ես մտածել եմ, որ այդ պահին լռելը ճիշտ չէ։ Ու նախորդ քաղաքապետի ընտրությունների ժամանակ, ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եղել են առաջարկներ, բայց միշտ չէի գտնում, որ ես այդ իմ տեղն է, ես ուզում եմ լինել հենց քաղաքականության մեջ, ավելի շատ ուզում էի որպես չեզոք, ակտիվ քաղաքացի ունենալ իմ կարծիքը։ Բայց վերջին ընտրությունների ժամանակ քաղաքապետի մեր թիմ այս ընտրությունների ժամանակ մտածեցի, որ ամեն անգամ բոլորիս էլ առաջարկներ լինում են ու այդ մեր մերժելը մի կողմից հա դու ուզում ես մնալ չեզոք, բայց մյուս կողմից եթե բոլորս ուզում ենք մնալ կողքից դիտող, խնդիրները բարձրացնելով ինչ կամ պիտի կողքից նայենք թե լուծվում են, թե չէ։ Այդ էլ է համարձակություն, որ դու որոշում ես, որ այդ խնդիրները լուծողը լինելու ես դու։ Քո կարծիքն ես ունենալու, քո տեսակետն ես այդտեղ արտահայտելու ու այս անգամ որոշեցի առաջարկը ընդունել, բայց դիմում գտնվել է այնքան էլ չեմ համարում հենց մեծ քաղաքականության մաս, ինքը ավելի շատ կամավոր քո համայնքին ծառայել, քո ունեցած ռեսուրսը, ինչ որ չափով այ ժամանակ, ռեսուրս ես դու դնում այդ ամեն ինչի մեջ ու ավելի շատ կամավորություն է քո սիրելի, քո համայնքի համար, այն տարածքի համար, որտեղ դու բնակվում ես ու այդ խնդիրները ամեն օր դու բախվում ես այդ խնդիրներին, որոնց լուծումները դու այլ կերպ ես պատկերացնում, քան օրինակ կուզեիր լիներ։ Սովորաբար մենք տեսնում ենք նաև որոշակի տենդենց, երբ որ հասարակական ակտիվություն ցուցաբերող անձինք հայտնվում են նաև քաղաքական դաշտում։
Բնականաբար դա որոշակիորեն կարելի է շատ բնական եւ նորմալ գործընթաց համարել, որովհետեւ հասարակության խնդիրների բարբերաբար բարձրաձայնումից հետո դու գնում ես ավելի պատասխանատվություն ստանձնելու դաշտ։ Բնական է, հասարակական դաշտն ունի իր խաղի կանոնները, քաղաքական դաշտը իր խաղի կանոնները։ Որքանով հնարավոր եղավ ավելի հեշտ անցում կատարել դեպի բարձրաձայնողից դեպի պատասխանատվություն ստանձնող այս հարթության վրա։ Իրոք հասարակական դաշտը ավելի այսպես բարի է, ավելի խաղաղ է, քաղաքական դաշտը մի քիչ այլ են կանոնները, բայց ամեն դեպքում շատ օգնում է հասարակական ակտիվությունը, այդ ճանաչելիությունը, մարդիկ քեզ արդեն ինչ-որ կերպարով ճանաչում են, պատկերացնում են, որ դու խնդիրներին նախկինում ինչպես էիր պատկերացնում լուծումները, ու այդ հնարավորություն է տալիս մարդկանց վստահեցնել, տալ քեզ այդ լծակը, որ բացի խոսելուց գնա ունես նաև լծակ, դու այդ լուծումները տալու ու այդ առումով հեշտ է նաև ճանաչելիությունը, ինչ որ դրական տրամադրվածությունը, որովհետև շատ է լինում, չէ, որ ասում են չենք ճանաչում, այսով էին մեր ավականները, կան, հիմա էլ կան ավականներ, որ օրինակ չեն ճանաչում մարդիկ, եւ որ քեզ ճանաչում են, քեզ հեշտ են կարողանում գտնել, դու ունես խնդիրների, նախկինում հավաքած խնդիրների ինչ որ քանակ ունես, ու հիմա էլ արդեն մարդիկ քեզ ճանաչելով դիմում են քեզանից ինչ որ ակնկալիքներ ունենալով դու էլ այդ քեզ ավելի համ պատասխանատվությունն է ավելացնում, համ վստահությունը, որ մարդիկ քեզ վստահել են, ինչ որ հույս են կապել քեզ հետ ու պիտի դու տանես այդ խնդիրը մինչև վերջ։ Այդ առումով նախկին գործունեությունը, նախկին ակտիվությունը իրոք օգնել է հիմա։ Շատ հետաքրքիր է բնականաբար այդ կൂട്ടակային process-ը, որ դուք կարողանում եք քարտեզագրել խնդիրները, բնականաբար շատ լավ է, որ դուք ունեք արդեն նախնական պատկերացումներ, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր ընդհանրապես մաքուր էջից են սկսում ու չունեն նախապես քարտեզագրված որևէ տեղեկատվություն։ Ինձ հետաքրքիր գործիքակազմը, ինչպես է արդեն տեղափոխվում գործիքակազմը, դա իրագործելու կամ լուծումնան ուղիներ փնտրելու։ Այսինքն, եթե մենք քարտեզագրումը մի կողմից կա, բայց նաև արդյոք կա բավարար գործիքակազմ, գոնե առնվազն թիմ մակարդակում, թեև դուք նշում եք, որ թիմ մակարդակը այդքան մեծ քաղաքականության մասին չի, ավելի շատ կամավոր նվիրվածության մասին, բայց ամեն դեպքում կան խնդիրներ, որոնք լուծում են պահանջում։ Արդյոք այդ գործիքակազմը, որն այսօր ունի թիմը իր ձեռքերում, հնարավորություն է տալիս հնարավորինս արդյունավետ լուծում տալ այն բոլոր խնդիրներին, որոնք հասարակական դաշտից մի փոքր ավելի ուրիշ տեսքով էին երևում։ Ինչ որտեղ հնարավորություն է տալիս է, չնայած ես հենց բուն իշխող ուժի մաս չեմ կազմում ու այդ ավելի սահմանափակող է, որովհետև ինչ ուզում է լինի, իշխող ուժը ունի իր ծրագիրը, իր նպատակները ու հիմնականում գնում է այդ գծով, բայց իհարկե ամբիոն է, հաշտակ է, որտեղ դու կարող ես ավելի ուղիղ, ավելի հասարակական բարձրացնել, հա, առանց ինչ որ միջնորդների բարձրացնել ու այդ լսելիությունը ինչ որտեղ կարող է տալ օգուտ լուծումներին, նաև կապված է քո բարձրացնելու ճիշտ անկյուններից, հա, դու այդ հարցը նայած ինչ ձևով կներկայացնես, կարևորությունը ինչքանով ճիշտ կնշես, հա, որովհետև դիմացինը ես հավատում եմ ամեն դեպքում, որ ավականիում հայտնված բոլորի նպատակը Գյումրեցու կյանքը հեշտացնելն է, ավելի լավը դարձնելն է, ու եթե դու կարողանում ես իրոք այդ խնդրի առաջնահերթությունը ճիշտ խնդիրը ներկայացնել, հազիվ թե գտնվեն մարդիկ, ովքեր ուզենան դիտավորյալ այդ խնդիրը չլուծել։ Իհարկե կան դեպքեր, երբ որ իրոք չկա այդ լուծումը կամ ավելի շատ ժամանակ է պահանջվում, քան դու ես նախատեսում կամ քաղաքացին է նախատեսում, բայց ես ուզում եմ հավատալ, որ խնդրի ճիշտ բարձրաձայնումը ու այդ հարտակը, որը տրված է, հենց նպատակը է քո հիմնական գործիքը, որ դու բարձրացնես, տեղ հասցնես խնդիրը։ Սուսաննա, ես ուզում եմ անդրադառնալ ձեր կրթությանը եւ մասնագիտական անցած ճանապարհին, ինչքանով եւ ինչ ձևով ազդեցություն այն ունեցավ նաեւ ձեր որպես թիմում ներկայացված քաղաքական ուժի ներկայացուցիչ կերպարի ձևավորման հարցում։ Յուրաքանչյուրը իր հերթին եւ մասնագիտական փորձառությունը եւ կրթությունը, ինչպիսի փորձառություն կար ձեր թիկունքում։ Կրթությամբ տնտեսագետ եմ, աշխատել եմ բանկում որպես բիզնես վերլուծաբան, հա, բիզնես վարկեր եմ տրամադրել, դրանից հետո ծրագրավորման բիզնես ավտոմատացման ոլորտում եմ աշխատել, հաճախորդների սպասարկմամբ համակարգող եմ եղել հաճախորդների սպասարկում, հա, ու այդ ամեն ինչը իր հետ կթողել է, թե քաղաքի բիզնես միջավայրին է օրինակ լավ ծանոթ, թե քաղաքի այդ բնակչության հոգեբանությանը, իրանց ունեցած եւ խնդիրներին եւ հոգեբանական կողմն էլ կա, որովհետեւ կան խնդիրներ, որ օրինակ Գյումրեցին մեր քաղաքում մի քիչ ուրիշ ձև ենք պատկերացնում այդ լուծումը ու քաղաքից լինելը իրոք շատ ինքը այդ շփումներ ունենալը շատ օգնում է քեզ։
Հիմա էլ աշխատում եմ կրթական հաստատությունում ու էդել իր ազդեցությունը, այսինքն տարբեր տարիքի, տարբեր սեռերի, տարբեր սեգմենտների գյումրեցիների հետ շփվելը ինքը իրոք հետո քեզ շատ օգնում է այս գործունեության մեջ։ Ինքը իմ հիմնական զբաղմունքը չէ, բայց այն հիմնական զբաղմունքը իր հետ թողել է։ Սուսաննա, իրականում կրթության եւ աշխատանքային փորձի բազմազանության մասով անվիճելի է ձեր փորձառությունը եւ դրա ազդեցությունը ձեր գործունեության վրա, բայց եկեք խոստովանենք, որ ձեզ հասարակության որոշակի շերտ ճանաչում է հատկապես սոցիալական ցանցերում ակտիվության շնորհիվ եւ ինչ տեղի ունեցավ ձեր կյանքում, որ դուք որոշեցիք հենց այդ հարթակը օգտագործել որոշակի հարցերի բարձրաձայնման կամ միգուցե ձեզ համար լեսարան ապահովելու տեսանկյունից։ Այդ խմբի ստեղծումը, որտեղ որ ես ակտիվ եմ, ի սկզբանե եղել է իմ կյանքի այն ամենահաճելի շրջանում, երբ որ մայրական արձակուրդում էի գտնվում ու ինչպես նշեցի, թե ուսանող ժամանակ եմ ակտիվ եղել, թե աշխատելուց, միշտ ես շատ ակտիվ եմ եղել այն մեծ շրջապատ ուսանողական կյանք ու հետո այդ մայրության արձակուրդը մնում ես դու քո բալիկի հետ 4 պատի մեջ, որը քեզ ինչքան էլ հաճելի է, ինչքան էլ զբաղվածություն է ապահովում, բայց նաև դու ուզում ես ինչ որ հասարակական ակտիվություն, շփումներ ու որոշեցի ուղղակի խումբ ունենալ, Facebook-ում խումբ ստեղծել, որտեղ նախկին ծանոթներով, կանանցով, ինչ որ կանացի թեմաներ կքննարկենք, իմ համար էլ էր մի քիչ անսպասելի խմբի մեծանալը, բայց ի սկզբանե խումբը նախատեսված է եղել զուտ կանացի թեմաների այն ամեն ինչը ինչ որ կանանց կարող է հետաքրքրել այդ թեմաների քննարկման համար ու այդ խմբի անդադ մեծանալը ոնց որ ինքն էլ էր ստիպում որ դու ավելի ակտիվ սկսես թեմաներ առաջարկել, քննարկել ամեն ինչ իր այդ հունով էր գնում մինչև պատերազմը ավելի շատ, որովհետև նախքան էլ կային որոշ գրառումներ, բայց այդքան սուր չէին, միտքս մենակ այդ թեմաների վրա չէր կենտրոնացած, բայց պատերազմից հետո ես իրոք այդ պատերազմի օրերը ու ընթացքը հետևանքները ինձ համար անձնական ողբերգություն է եղել, որը երևի մինչև հիմա էլ ես դեռ լրիվ հաղթահարած, լրիվ հաշտ այդ ամեն ինչի հետ չեմ ու չէի կարող ուղղակի լռել Ինչպես նշեցի, միշտ տեսել եմ, թե ինչն է այդ պահի խնդիրը ու չեմ կարողացել անտեսել այդ խնդիրը, նույնն էլ պատերազմի ժամանակ չէի կարող ուղղակի կողքից դիտող լինեի։ Մի կողմից օգնություններ կազմակերպել, հա, այստեղ տեղում Գյումրի եկած արցախցիների համար, առաջնագծի համար, ինչ որ օգնություններ, որտեղ այդ էլ մի հատ համայնք էր, ձևավորվել էր լսարան, որը ես պատկերացնում եմ, որ պարտավոր է այդ պահին օգնել։ Այսինքն ինչքան էլ լինում եմ քննադատություններ, որ սա կանանց խումբ է, օրինակ մի քաղաքականացրեք կամ հերիք է տխուր բաներ գրեք, բայց ես չեմ մտածում, որ կանայք միայն այդ տուն, երեխա, եպել այդ դրա մասին են, այսինքն մենք եթե ունենք, որովհետև այդ սերունդը, այդ պատերազմի սերունդը մեր կանանց մեծացրած զավակներն էին ու մեր հետագա ապագան էլ, հա, կանանցից է շատ կախված ու ես չէի կարող անմասն մնալ այդ թեմաներից։ Ստացվեց այնպես, որ դրանից հետո էլ անդադ մտածում էի, լավ, շատ է այս մասին, գրեմ այլ թեմաներ, փոխեմ տրամադրությունը, բայց ամեն օր նոր կրակոց, նոր զոհեր, նոր զիջումներ ու այդ ամեն ինչը թույլ չէր տալիս կտրվել։ Ստացվեց այնպես, որ խումբը արդեն շատ ինձ էլ սկսեցին ասոցացնել այդ թեմաների հետ, բայց ես ի սկզբանե դա չեմ մտածել, պլանավորված չի եղել, այսինքն գրում եմ այն, ինչ այդ պահին զգում եմ։ Հետագայում, երբ որ արդեն խումբը վերաձևափոխվեց իր բնույթով եւ բովանդակությամբ եւ ինքը դարձավ արդեն խնդիրների բարձրաձայնման հարթակ կամ որոշակի սոցիալական կամ հասարակական գործունեության կազմակերպչական գործիքակազմ, այսպես եթե կարելի է ասել, բայց ամեն դեպքում ինձ հետաքրքիր է այն պահը, երբ որ դուք հայտարարեցիք արդեն ձեր քաղաքական գործունեության մասին, բնականաբար լսարանը ինչ որ կերպ արձագանքելու էր ձեր ստեղծած լսարանը, ինչպես այդ արձագանքը տեղի ունեցավ եւ արդյոք դուք զգացիք որոշակի թիրախավորումներ կոնկրետ ձեր նկատմամբ։ Տեսեք, հիմնական արձագանքը դրական է եղել։ Ես բարբերաբար նայում եմ, հա, այդ շրջանում խմբի օրինակ քանակի ավելացմանը, որտեղ միայն լայքերն ու կոմենտները չեն, հա, այդ օրինակ ինչ որ մարդիկ սկսում են չհետևել, մեծ թիվ չի կազմել այդ չհետևողները, ինչին ես նորմալ եմ վերաբերվում, նորմալ է, որ մարդիկ քեզանից ունենում են օրինակ այլ ակնկալիքներ, չեն ուզում քեզ այդ ոլորտում տեսնել։ Եղել են մարդիկ անգամ ցավալով, հա, զուտ իրենք մտածում են, որ քաղաքականությունը
ինչ որտեղ կարող է քեզ վնասի։ Իրոք անկեղծ ցավալով եղել են մարդիկ կարող է եւ համարել են, որ իմ տեղը չէ, բայց հիմնականում դրական արձագանքներ եմ ստացել, որովհետև տարիների ընթացքում այդ լսարանը զտվում է ու մնում են այն մարդիկ, ում որ դու հետաքրքիր ես, ես միշտ էլ ասում եմ, որ այդ թիրախավորողներին էլ, հա, միշտ ասում եմ, որ այնքան մեծ է հիմա համացանցը, այնքան տարբեր է առաջարկված կոնտենտը, որ դու կարող ես ընտրել, թե ինչին հետևես, ինչին չհետևես կամ շատ հեշտ է բլոկավորելը, բոլորս էլ գիտենք, որ եթե ինքը քեզանից ժամանակ է տալիս, դու մտնում ես համացանց էմոցիա ստանալու համար, հա, եթե դու այդ էմոցիան այդ մարդուց չես ստանում դրական, շատ հեշտ է շրջանցել ու հետևել այն մարդկանց, ով որ քեզ դրականն է տալիս։ Այդ առումով ես լսարանին շնորհակալ եմ, քաջալերող խոսքեր ստացել եմ։ Եղել են իհարկե ինչ որ թիրախավորումներ եղել են, բայց այն աշճան չեմ, որ հիասթափեցնեին կամ ստիպեին հետ կանգնել։ Իսկ եղել են արդյոք թիրախավորումներ, որոնք բացառապես պայմանավորված են եղել սեռով, այսինքն որպես կին քաղաքականության մեջ հայտնվել կամ թեկուզ հասարակական դաշտում ակտիվություն, նույն ծննդյան արձակուրդում, երեխայի ծննդյան արձակուրդում բանուգործը թողած զբաղվում եք սոցցանցերով ամբողջությամբ, այդպիսի թիրախավորումներ որպես կին, որպես մայր կամ որպես իգական սեռի ներկայացուցիչ, այդպիսի թիրախավորումներ զգացել եք ձեր հասցեին։ Կան, եթե ասեմ չի եղել կամ չկան, սուտ կլինի, հատկապես Գյումրիում այդ թեկուզ կին մայր լինելը ու նաև այդ համատեղելը ինչ որտեղ ինչ որ սեգմենտի մոտ կարող է եւ ընդունելի չլինի, բայց ես գտել եմ այն մարդկանց, ում հետաքրքիր է ու այդ մարդիկ են իմ թիրախը։ Այն մարդկանց, ովքեր դուրս չի գալիս, շատ կուզենամ, որ իրենք ընդունեն, հասկանան, որ կանայք էլ ունեն իրավունք թեկուզ օրվա իրենց մի ժամը, 2 ժամը զբաղվեն իրենց հաճելի աշխատանքով, ունեն գաղափարներ, որոնք կարող են տարբերվել իրենցից ու դա չլինի մարդու ունեցած կարծիքը, մարդու գործունեությունը կամ սեռով պայմանավորված թիրախավորում չլինի, բայց դե բացառել չենք կարող։ Ամեն դեպքում ես միշտ փորձել եմ շրջանցել թեկուզ խմբից հեռացնել այդ մարդկանց, իրենց էլ եմ ուղղորդել, որ կարող եք չհետևել, մարդկա ինքը այդ համարում է ինչ որ կոշտ գործի կամ խուսափել իրենց կարծիքից, բայց ես գտնում եմ, որ այդ քո միջավայրն է։ Դու ուզում ես այդտեղ ասել քո կարծիքը, կիսվել մարդկանց հետ, համախոհների հետ, գաղափարակիցների հետ ու իրենց համար էլ է երևի ավելի հեշտ, որ ուղղակի չհետևեն։ Քանի որ դուք բավականին լավ փորձառություն ունեք սոցիալական ցանցերում, մոտավորապես նաև պատկերացնում եք հոգեբանությունը յուրաքանչյուր արձագանքի սոցիալական ցանցերում ըստ դրսևորման, ըստ արագության միգուցե, ինչպես եք դուք վերաբերվում ընդհանրապես թիրախավորմանը, ներառյալ նաև ձեր հասցեին թիրախավորման, ինչպես եք դուք արձագանքում, որն է լավագույն տարբերակը նմանատիպ իրավիճակներում այդ իրավիճակը կառավարելու։ Թիրախավորմանը, չգիտեմ, երևի ոչ մի բանական adekvat մարդ դրական չի կարող վերաբերվել, անկախ թե ինչն են թիրախավորում։ Կարգավորելու առումով ես փորձում եմ ուղղակի ուշադրություն չդարձնել, այդ մարդկանց հեռացնել ու չշարունակել։ Եղել են դեպքեր, որ առողջ քննադատություն է, կարող ես մարդու հետ բանավեճի մեջ մտնել, ներկայացնել քո տեսակետը, բայց կան դեպքեր, որ այդ ամենը անառողջ է, հատկապես հիմա գիտեք, այս ֆեյքային գրողները, հա, այդ դեպքում անիմաստ է, դու անզոր ես, երբ որ դու գիտես, որ այդ գրող է կազմակերպված, ինչ որ գրող է, դու խոսում ես անդեմ մարդու հետ, այդ դեպքում երևի իմաստ չունի շարունակելը, բայց եղել են դեպքեր, որ իրական մարդիկ են, ում հետ փորձել եմ օրինակ խոսել, զրուցել, դրական ելքեր ենք ունեցել, որ շարունակել ենք հետո շփվել, ինչ որտեղ իրար սխալ ենք հասկացել, հա, խոսելը միշտ կա, եթե իրական մարդ է, իրական զգում ես, որ առողջ քննադատությունը, որը քեզ կարող է օգնել, բայց եթե զգում ես, որ հատուկ նպատակադրված ինչ որ թիրախավորում է, շարունակելը կարծում եմ անիմաստ է, հատկապես հիմա, երբ որ արդեն այս ավականին ինչ որ ստատուս է, ես միշտ փորձում եմ ավելի հետևել, հա, երբ որ դու անկախ մարդ ես գրելը մեկ այլ բան է, երբ որ դու ինչ որ ուժ ես ներկայացնում, քո կողքին կա թիմ ու քո ասածը կարող է ընկալվել որպես թիմի ասած, որպես ինչ որ ուժի ասած, ավելի զգուշավոր է պետք լինել։ Քաղաքական գործունեությունը գնահատելու համար բավականին երկար ժամանակ է պետք վերցնել, ուսումնասիրել շատ դետալային ի տարբերություն սոցիալական ցանցերի, որտեղ յուրաքանչյուր սոցիալական ցանցում գրառում կարող ենք միայն գնահատել ելնելով լայքերի, դիտումների կամ մեկնաբանությունների քանակից կամ որակից։
Ինչպես եք դուք փորձում գնահատել այս գործիքակազմը արդյոք օգտագործում եք քաղաքականության մեջ, արդյոք դուք օգտագործում եք այս հարթակը նաև քաղաքականության մեջ, քաղաքացիների հետ կապ ստեղծելու, ձեր քաղաքական հայացքները տարածելու կամ միգուցե ավելի պարզաբանման հարթակ ստեղծելու համար, ինչքանով է այն որպես հաղորդակցման միջոց ծառայում ձեզ որպես քաղաքական գործչի։ Ես միայն այդ լայքերը ու դիտումները հիմք չէի համարի, որովհետև կան մարդիկ, ովքեր իրոք ռեսուրս են դնում այդ ամենի մեջ, ֆինանսական թեկուզ, ես իմ էջերում ոչ մի դրամ չի ծախսվել այդ լեսարանը հավաքելու կամ այդ լայքերը ապահովելու համար, հա։ Մենք գիտենք, որ շատերը թեկուզ այդ նույն նշածս ֆեյքերը օգտագործում են լայքերի արհեստական մեծ քանակ ցույց տալու, այդքան էլ իրական ցուցանիշ չէ, հատկապես երբ որ դու հանդես ես գալիս ընդդիմադիր դիրքերից, շատերին դա կաշկանդում է թեկուզ այդ մի լայքը դնել ու նամակներով օրինակ շատ է լինում, որ նշում են, որ լայքել չեն կարող, տարածել չեն կարող, բայց կիսում են կաղապարները կամ դրսում տեսնում են, ասում են միշտ կարդում ենք, հետաքրքիր է, հետևում ենք ձեզանից ենք իմանում, որն է ճիշտ է այս իրավիճակում, որը չէ, բայց մարդկանց ինչ որտեղ կարող է դա կաշկանդող լինել, դրա համար դա հիմք չեմ վերցնում, բայց ամեն դեպքում տրամադրությունները գնահատելու առումով, այդ խնդրի արդիականությունը, մասշտաբները գնահատելու առումով սոցիալական ցանցերը իրոք լուրջ գործիք են ու շատ խնդիրներ հենց կարող է դու քաղաքի այդ մասում ենթադրենք չգնաս օրերով, լինես կենտրոնում, օրինակ չհասնես ծայրամասային ինչ-որ թաղամաս, բայց ինչ-որ խնդիր լինի, որը համացանցում քաղաքացիները բարձրաձայնում են ու դու տեղից շատ արագ կարող ես խնդիրը վերցնել, լսել իրենց թեկուզ աշխատանքի ընդմիջումների ընթացքում, հա, այդ արագ կապ ստեղծելու շատ լավ հաշտակ է ու կան իրոք դեպքեր, որ ես դիմումներն էլ շատ կան, որ քաղաքացիները դիմում են ու չես կարող դու այդ մարդկանց հետ անընդհատ հանդիպել, խոսել, մի հատ պատասխանը ուղարկել իրենց հետ շփվել, այդ համացանցը մեծ հնարավորություններ այդ առումով տալիս է։ Շատ բարի, շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, իրականում թեման բավականին ծավալուն է եւ մենք կարող ենք բավականին երկար զրուցել սոցիալական ցանցերի թեմայով, առավել եւս հաշվի առնելով, որ այն նաեւ օգտագործում է ոչ միայն բացասական, նաեւ որպես դրական գործիքակազմ։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ բաց տեքստով հեռուստածրագիրն իրականացվում է Նոր ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ։ Կհանդիպենք։